Բայց ոլորտ է մշտապես խոսվում է, որ օրինակի հարավի հետ կապված, որ ատկատներ կան եւ այլն, ինչպես եք պատկերացնում, ինչպես եք ղեկավարում։ Ես առաջին օրն եմ եկել այսօր ներկայացրել վարչապետը, փորձեմ ամեն ինչ ճշտել, բարձրել, մաքսիմալ ձեր օգնության կարիքներ կունենամ, որ վաղը դուք էլ եթե ինչ-որ մի բան տեսնեք, խնդրում եմ ասեք, իրար հետ որ ոչ թե միայն նկատվի ու ինչ-որ իրար հետ աշխատենք։ Իսկ հարավի ժամկետների մեջ չեն տեղավորվում իշխանությունները շատ Առաջին օրը։ Մի քանի ժամ։ Տաքսիստները լիցենզավորման են արտադրում, հնարավոր է փոխվեն։ Ասա Գագիկ Բեգլարյանի կառավարման ընթացքում Yandex-ը մտավ եւ փոխեց տաքսը, որը փոխադրում իրականացող կառույց չի, ուղղակի մենեջեր էր։ Սա լուրջ խնդիրներ ա, ասած ինքը առողջություն բողոքում են, պատկերացնում եք։ Մոտավորապես պատկերացնում եմ, բայց հիմա պատասխանել չեմ կարող, որովհետև մանրամասն ուսումնասիրել եմ ուսումնասիրությունից հետո կհրավիրեմ բոլորովս իրար հետ քննարկենք։ Համակարգում ինչ փոփոխություններ եք պատրաստվում ձեռնարկել, արդեն ծրագիր ունեք։ Ծրագիր ունեմ, կներկայացվի։ Նախարարությունը վերակազմավորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների, այսինքն ոնց է դա լինելու վարչությունը, ինչ է լինելու։ Դեռ քննարկման Գագիկ Բեգլարյանից հետո ոլորտը ինչպեսի մի ժամ է ինչ աշխատում, մի քանի ժամ։ Բայց տեսել եք, չէ՞։ Ինչպես ձեզ ընդունեցին նախարարությունում։ Ոլորտին ծանոթ եմ, նորմալ, շատ լավ։ Պարմարտության շրջանառվում է նաև Ռոստելեկոմ ընկերության Երևանյան մասնաճյուղի հետ եւ մամուլում տեղակայք ինչ հրապարակում են այս ամենի վերաբերյալ։ Դա ինչ է նշանը եւ նաև խոսում է ձեր եւ Կարեն Կարապետյանի մտերիմ հարաբերությունների մասին, ինչը նաև պատճառ է դարձել ձեզ նախարարի պաշտոնը նշանակելու համար։ Գիտեք ինչ, մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կա, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի ինչի ուրիշի մասին չեք ասում։ Ում մասին ասենք օրինակ։ Այնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ Հենց Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեք։ նորմալ հարաբերություններ, չեմ կարող ասել մտերիմ։ Ում եք ակնարկում։ Կյանքում ինչքան մարդու հետ եք շփվում։ Մենք չէ, դուք ասում եք Դուք կոնկրետ ինչքան մարդու հետ եք շփվում եւ ինչ հարաբերություն։ բազմաթիվ։ Ես էլ բազմաթիվ։ Այդ թվում Կարեն Կարապետյանի Չեմ կարող ասել, որ Կարեն Կարապետյանի հետ հարաբերությունները շատ ավելի Դա եղել պատճառը ձեզ նախարար նշանակել։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ ոչ։ Ինչն է գլխավոր դերակատարը։ Ես չեմ կարող ասել։ Այդ հարցը ինձ մի ուղղեք։ Ոնց նստած եք, այդան ասեցի նախարարը։ Առաջարկ եղավ։ Հարավ ծրագիրը Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ծրագրեր են, որոնք տարիներ շարունակ արկապված են մնացել օդում եւ բազմաթիվ գումարներ հյուսիս-հարավ ծրագրի դա մասնավորապես մսխվել է։ Գագիկ Բեգլարյանը միշտ օրոք խոստանում էր այդ ծրագիրը կյանքի կոչել եւ այլն։ Դուք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր պատրաստում եք ձեռնարկել։ Ուսումնասիրեմ Նախարարն ինչ բացել խոսեք։ Ասում եմ ուսումնասիրեմ բոլոր այդ կադրային փոփոխություններ, պարոն նախարար, կադրային պատրաստում եք։ փոփոխություններ, եթե մարդիկ նորմալ աշխատում են, նորմալ պահանջներին բավարարում են, չի լինի, եթե չեն բավարարի, իհարկե կլինի։ Պրոֆ, եթե չեմ սխալվում, Գագիկ Բեգլարյանը օգնական ուններ, ով իր հետ նաև կառավարության նիստերի ներկայացրեց, նա շարունակում է աշխատել։ Դեռ չգիտեմ, ես եկել եմ ոնց որ թե չկա։ Ռոստելեկոմ ընկերության հարցը վերաբերող կանդրադառնանք, դեռ ինչ առնչություն ունի։ Ես եղել եմ հիմնադիրներից մեկը եւ ժամանակին վաճառել եմ Ռոստելեկոմին, այն ժամանակ GNC Alpha էր կոչվում։ Հիմա այլևս Ես ուղղակի տնօրենների խորհրդի անդամ մնացել է ըստ իրենց հետ եղած պայմանագրի։ Շնորհակալ եմ։